Open Media-ի ուղիղ եթերում Ռենյուս լրատվականը շարունակում է իր աշխատանքը, մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության, ես Անինեմ Զաքարյան, շատ բարի օր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարությունում հանդիպել է զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ։ Վարչապետի աշխատակազմից հայտնում են, հանդիպման ընթացքում Փաշինյանը կարևորել է բանակի շարունակական արդիականացումը և այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը։ Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել զինված ուժերի զարգացման ռազմավարական տեսլականին, անվտանգության նոր միջավայրի գնահատմանը, արդյունավետ կառավարմանը, մարդկային ռեսուրսների զարգացմանը և այլ հարցերի։ Պետության ղեկավարը պատասխանել է զինված ուժերի ղեկավար կազմին հետաքրքրող հարցերին։ Փաշինյանը սոցցանցի իր էջում հակադարձել է նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, նշելով, թե նրանց հայտարարություններն իբր վերահաստատում են, որ Ղարաբաղի հարցը հայտնի ուժերի ձեռքին եղել է թոք Հայաստանի Հանրապետությունը մոտակա ծառից կապելու համար։ Մեջբերեմ ժողովուրդների իրավունքները, պատմական արդարությունը և նման եզրույթները եղել են ընդամենը հիմնական նպատակը ծխածածկելու համար։ Բանակցային բոլոր գործընթացները, նաև պատերազմը կանգնեցնելու բոլոր առաջարկները եղել են թոկը կարճացնելու մասին։ Մինչև տարեվերջ բանակցային թղթերը կհրապարակվեն և դա ավելի տեսանելի կդառնա։ Թոկը կարճացնելու այս պրոցեսի վերջնանպատակը եղել է Հայաստանի պետականությանը վերջ դնելը։ Գրել է նա, հետգրությունում էլ նշել, որ Ղարաբաղի ժողովուրդը կառավարության աջակցությամբ պետք է տնավորվի Հայաստանի Հանրապետությունում։ 44-օրյա պատերազմում աղետի պատճառների շուրջ Հայաստանի երրորդ նախագահի ու գործող վարչապետի բացահայտումներն ու հայտարարությունները շարունակել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ 5-րդ ալիքի հետ հարցազրույցում Քոչարյանը հայտարարել է, թե երրորդ օրից արդեն հասկացել էր, որ չենք հաղթելու այդ պատերազմում։ Երկրորդ նախագահը նշել է, պատերազմը սկսելուց հետո 2 շաբաթ եղել է Արցախում, ապա վերադարձել, քանի որ համոզվել է, որ գործող իշխանությունը խուսափում է իր խորհուրդներից ու հուշումներից, թեև 90-ականներին ինքն անցել է Ադրբեջանին ռազմի դաշտին դիմակայելու ճանապարհով։ Ասում է, պաշտպանությունը կազմակերպելու տեսանկյունից կոնկրետ առաջարկներ ուներ, բայց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը չուզեց հանդիպել և Բակո Սահակյանի միջոցով փոխանցեց հետևյալը. եթե ես հանդիպեմ Քոչարյանի հետ, ինձ Հայաստանի վարչապետը պարզապես կուտի։ Երկրորդ նախագահի խոսքով իր համար ամենաանհասկանալին այն էր, որ Փաշինյանը մերժեց հոկտեմբերի 19-ին պատերազմը կանգնեցնելու ռուսական առաջարկը։ Նիկոլ Փաշինյանը մերժեց հստակ իմանալով, որ պատերազմը պարտվելու է, որտեղ գլխավոր շտաբը զեկուցել է ուղղակի, որ պատերազմը շարունակելու ռեսուրս բանակը այլևս չունի։ Եվ այդ որոշումը մեր ժողովրդի վրա նստել է առնվազն 2.500 լրացուցիչ զոհով եւ առնվազն 5-ից 6,000 վիրավորներով։ Սա առաջնորդի քայլ է։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանից վերադառնալու ճանապարհին նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում խոսել է Հարավային Կովկասում հնարավորությունների պատուհանի մասին և հիշել, թե ինչպես է օգնել իր ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևին Արցախի զավթման գործում։ Էրդողանը նշել է, որ ուրախությամբ է ընդունում խաղաղ գործընթացի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև քայլերը և բազմիցս գոհունակություն է հայտնել կողմերի միջև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնության կապակցությամբ։ 30 տարուց ավելի անկայունությունից հետո Հարավային Կովկասում բացվել է հնարավորությունների պատուհան կայուն խաղաղության և հանգստության համար։ Նրա խոսքերն է փոխանցում Անադոլուն։ Խաղաղ գործընթացի ավարտը Ադրբեջանին շատ արագ կդարձնի նաև տարածաշրջանում խաղաղության ճարտարապետ, ասել է Էրդողանը։ Հիշեցնեմ, նա Բաքվում էր նոյեմբերի 8-ին զինվորական շքերթին մասնակցելու համար։ Այստեղ ևս նա հիշեցրել է, որ Թուրքիան ու Պակիստանը մեծապես օգնել են Ադրբեջանին 44-օրյա պատերազմում։ 44-օրյա պատերազմի տարելիցի առիթով Բաքվում կայացած զինվորական շքերթն Էրդողանի համար թուրքական աշխարհի հպարտության արգասիքն էր, իսկ նրա ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևի համար հակահայ քարոզչության հարթակ։ Նա կրկին կիրառել է թշնամիներ ահաբեկիչներ արտահայտությունը, ծաղրանքով խոսել Բաքվում շինծու դատավարության ընթացքում մեղադրվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին, այդպիսով մատնելով իրեն, որ դատարանն իրականում կատարում է իր հրահանգները։ Ալիևը, Էրդողանը և շքերթին ներկա լինելու համար ժամանած Պակիստանի վարչապետ Շարիֆն իրենց ելույթներում բազմիցս միմյանց մասին խոսել են եղբայր դիմելաձևով։
Ալիևը կրկին նորից եւ եւս մեկ անգամ նոյեմբերի 9-ի իրենց համար հաղթանակի, իսկ մեր համար հայկական տարածքների զավթման օրվա կապակցությամբ հանդես է եկել սադրիչ, ագրեսիվ եւ բացահայտ հակահայկական հայտարարություններով։ Մեր երիտասարդությունը 44 օր շարունակ թշնամու կրակի տակ առաջ շարժվելով ազատագրեց մեր պատմական հողերն օկուպանտներից։ Ալիևը չի կորցնում որևէ առիթ հիշեցնելու Ադրբեջանի իր ձևակերպման փառավոր հաղթանակի մասին։ Ստահոդ պնդումներ անում, թե Հայաստանն իբր սպառնում էր Ադրբեջանի նոր պատերազմով։ Մինչդեռ 2020-ից առաջ իր կառավարման բոլոր տարիներին ինքն է պարբերաբար սպառնացել պատերազմով։ Իսկ հաջորդ տարիներին Հայաստանից հնչող խաղաղության ուղերձներին նույն կերպ պատասխանում է միայն միջազգային, հատկապես եվրոպական հարթակներում։ Իսկ թյուրքական կամ իսլամական պետությունների կազմակերպություններում դարձյալ կիրառում թշնամիներ, օկուպանտներ, անջատականներ բառերը։ Երևանյան սրճարանների կենցաղային զրույցները հիմք են ծառայել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր նախաստորագրած Ալիևի համար կրկին ծաղրելու հայերին։ Նրանք ասում էին, թե իրենց տանկերը լինելու են Բաքվի փողոցներում, թե Բաքվում թեյ են խմելու։ Իրականում նրանց երազանքներն իրականացել են, մենք դրանք կյանքի ենք կոչել։ Նրանց տանկերն այսօր ցուցադրված են ռազմական ավարների պուրակում, իսկ հայկական ռազմատենչ հանցագործները այսօր կանգնած են Բաքվի դատարանի առաջ եւ ադրբեջանական թեյ են խմում քնչական մեկուսարանում։ Այս ցուցադրական տոնակատարությունը, որը խորհրդանշում էր արդեն 3 տասնամյակ ատելությամբ եւ վրեժով սնված ադրբեջանական հասարակության չակերտավոր հաղթանակի օրը, հրավիրված էր նաեւ նրանց եղբայրական ազգի առաջնորդ Ռեջեփ Թայիպ Էրդողանը։ Թյուրքալեզու աշխարհի հոր եւ առաջնորդի դերին հավակնող Էրդողանը հայտարարել է, որ այս օկուպացիան թյուրքական բոլոր երկրների համար հպարտության առիթ է, այդպիսով ակնարկելով, որ Ալիևը միայնակ չի հաղթել 44-օրյա պատերազմում։ Ադրբեջան օրդուսունun Ադրբեջանական բանակի յուրաքանչյուր քայլ Ղարաբաղի հողերում ազատության եւ արժանապատվության համար թափված յուրաքանչյուր կաթիլ արյունը դարձել է պատվի խորհրդանիշ եւ ոսկե տառերով գրանցվել է մեր ընդհանուր պատմության, թյուրքական աշխարհի պատմության էջերում։ Պակիստանը, որ Հայաստանը չճանաչող միակ պետությունն էր մնացել եւ դա արել միայն 2 ամիս առաջ, նույնպես հրավիրված էր շքերթին։ Բաքու զինվորական շքերթին մասնակցելու էր եկել մի ամբողջ պակիստանյան զորախումբ։ Վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆը իր եղբոր Իլհամ Ալիևին դիմելով հայտարարել է, թե այժմ դուք հաղթում եք խաղաղությունը, չցանկանալով լսել նրա հոխորտանքն ու սպառնալիքները, թե եթե ինչ-որ մեկը փորձի որևէ գործողություն կամ սադրանք ձեռնարկել Ադրբեջանի դեմ, չարաչար կզղջա։ Պակիստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան 3 եղբայրներ են, որոնց սրտերը բաբախում են միասին։ Ամբողջ աշխարհը հիացմունքով ականատես եղավ, թե ինչպես Ադրբեջանի Քաջարի զինված ուժերը ազատագրեցին Ղարաբաղը եւ այդ ողջ պայքարի ընթացքում Պակիստանը ժայռի պես կանգնած էր եղբայրական Ադրբեջանի կողքին։ Ալիևն ու Էրդողանը հենց այսպիսի հպարտությամբ են նայում ադրբեջանական նոր զինատեսակներին։ Դրանցից է Վիկինգ շարժական հակաօդային համալիրը, որը նախատեսված է ինքնաթիռների կամ դրոնների դեմ պայքարի համար։ Կայրանավակը, որը անօդաչու կամիկաձե մոտորանավ է եւ նախատեսված է հակառակորդի ծովային օբյեկտներին հարվածներ հասցնելու համար։ Hero 120 անօդաչու թռչող սարքը կարող է երկար ժամանակ պտտվել օդում եւ անհրաժեշտ պահին հարվածել թիրախին։ Sky Striker Block 4-ը թռչող ռումբ է, ինչպես Hero 120-ը, բայց ավելի արդիական տարբերակով։ Icebreaker-ը թևավոր հրթիռ է հարվածելու համար հեռավոր թիրախներին, ինչպես ցամաքում, այնպես էլ ծովում։ Predator Wolf-ը օպերատիվ մարտավարական հրթիռային հեռավար համակարգ է։ Նոր ռազմական բեռնատար ինքնաթիռները օգտագործվում են զինվորների, զենքերի եւ տեխնիկայի տեղափոխման համար։ GF-17 կործանիչները բազմաֆունկցիոնալ ռազմական ինքնաթիռներ են, որոնք արտադրում են Պակիստանը եւ Չինաստանը համատեղ ծրագրով։ Նույն օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ էր հրապարակել եւ ցուցադրել հայ զինվորների նոր ընկերոջը՝ հետախուզական շնիկին։ Մեկ օր առաջ էլ հայտարարել էր, որ Հայաստանի քաղաքացիները կարող են կազմել 50 հոգանոց խմբեր եւ տեսնել Հայաստանի վերջին տարիներին ձեռք բերած սպառազինությունը եւ տեխնիկան։ Պայմանը գաղտնիությունը պահպանելն է։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։ Բրիտանական BBC մեդիա կորպորացիայում Միացյալ Նահանգների նախագահի խոսքի մանիպուլյացիայի մեղադրանքների ֆոնին պաշտոնանկ են արվել գլխավոր տնօրենն ու լրատվության բաժնի ղեկավարը։ Սկանդալը բռնկվել է այն բանից հետո, երբ բրիտանական Telegraph թերթը հայթայթել էր BBC-ի ղեկավարությանն ուղղված նախկին լրագրող Մայքլ Պրեսկոթի գրությունը, որտեղ նա մեղադրում էր իր նախկին գործատուին Թրամփի խոսքերի դիտավորյալ աղավաղման մեջ։ Խոսքը անցյալ տարի եթեր հեռարձակված Թրամփ երկրորդ շանս ծրագրին է վերաբերում, որտեղ սխալմամբ է մեջ
բերվել Թրամփի 2021 թվականի հունվարի 6-ի խոսքը Վաշինգտոնում անկարգություններից առաջ։ Մոնտաժից ստացվում էր, թե Թրամփն իբր ուղղակիորեն կոչ է արել գնալ Կապիտոլիում եւ այնտեղ կատաղի պայքարել։ Մինչդեռ նա այդ հայտարարությունն անում է 50 րոպե անց այլ համատեքստում։ Պրեսկոդը պնդում է, որ BBC-ի ղեկավարությունն անտեսել է իր նախազգուշացումները։ Սպասվում է, որ այսօր BBC-ին պաշտոնապես ներողություն կխնդրի Դոնալդ Թրամփից։ Սպիտակ տան ղեկավարը սակայն երկրի ներսում պետք է դիմագրավի նոր մարտահրավերի։ Թրամփի դեմ արշավ է սկսել Նյու Յորքի նորընտիր քաղաքապետ Մանդանին։ Սպիտակ տան հետ սկսած դիմակայության ֆոնին Նյու Յորքի նորընտիր քաղաքապետ Զոհրան Մանդանին այցելել է Պուերտո Ռիկոյի Սան Խուան քաղաքի մզկիթ, որտեղ նրան դիմավորել են ողջույնի բացականչություններով։ Մանդանին մասնակցել է Նյու Յորքի քաղաքական գործիչների համախմբան ամենամյա գագաթնաժողովին։ Նա մզկիթում աղոթել է մյուս մուսուլմանների հետ եւ օգնել սնունդ բաժանել։ Մանդանին ակնարկելով հակադրվել է Թրամփի ծավալապաշտական եւ հականերգաղթային քաղաքականությանը։ Մենք գիտենք Պուերտո Ռիկոն չի վաճառվում, եւ մենք նույնն ենք ասում Նյու Յորք քաղաքում։ Նյու Յորքը չի վաճառվում։ Այս քաղաքները հնարավոր չէ գնել։ Մենք իսկապես պետք է ոտքի կանգնենք, ապահովելու համար, որ յուրաքանչյուր նյու յորքցի կարողանա իրեն թույլ տալ ապրել այս քաղաքներում։ Այս այցը տեղի ունեցել նորընտիր քաղաքապետի հասցեին նախագահ Դոնալդ Թրամփի հնչեցրած մի շարք հարձակումներից անմիջապես հետո։ Թրամփը կասկածի տակ էր դրել Մանդանի ազդեցությունը քաղաքի ենթակառուցվածքների զարգացման վրա, անվանելով նրան կոմունիստ։ Դե գիտեք, պետք է հասկանալ, որ եթե նա կոմունիստ է, ապա մեծ աշխուժություն չի լինելու։ Այնպես որ կամուրջների, թունելների եւ այն բոլոր տարբեր բաների կարիքը, որոնք կարծում եմ ծրագրում էին Նյու Յորքի համար, չի լինի։ Եվ տեսեք, ես հուսով եմ, որ Նյու Յորքի գործերը լավ կլինեն։ Սա այն ամենն է, ինչ կարող եմ ասել։ Ես սիրում եմ Նյու Յորքը, ես մեծացել եմ Նյու Յորքում։ Իմ գործերն այնտեղ լավ են ընթացել եւ ես հուսով եմ, որ Նյու Յորքի գործերը շատ լավ կլինեն։ Մինչ նախագահը կենտրոնացած է քաղաքական հակառակորդների պախարակմամբ, Մամդանին առաջ է շարժվում իր վարչակազմի ձևավորման հարցում։ Քույնսում նա ներկայացրել է իր անցումային թիմը, խոստանալով ստեղծել կարող եւ կարեկից վարչակազմ։ Նա վերահաստատել է իր առաջնահերթությունները, պայքարել քաղաքի կյանքի թանկության ճգնաժամի դեմ եւ վերականգնել հանրային վստահությունը։ Դոնալդ Թրամփը նախագահական քարոզարշավ անցկացրեց, խոստանալով մթերքների էժանացում։ Դոնալդ Թրամփը նախագահական քարոզարշավ անցկացրեց, պարտավորություն ստանձնելով նվազեցնել կյանքի թանկությունը։ Իսկ մեր հաջողությունը ցույց կտա, որ բավարար չէ աշխատավոր դասակարգի ամերիկացիների կյանքում առկա հուսահատությունը պարզապես ախտորոշել է։ Պետք է իրապես կյանքի կոչել օրակարգը, եւ հենց դա էլ մենք մտադիր ենք անել ամեն օր, մեր պաշտոնավարման ողջ ընթացքում։ 34-ամյա դեմոկրատ-սոցիալիստ Մամդանին իր պատմական հաղթանակը տոնել է նոյեմբերի 4-ին, դառնալով Նյու Յորքի պատմության մեջ առաջին հարավասիացի եւ մուսուլման քաղաքապետը։ Նա հաղթել է նախկին նահանգապետ 67-ամյա Էնրյու Կոմոյին, որը մասնակցել էր որպես անկախ թեկնածու, երբ 4 տարի առաջ սեռական ոտնձգությունների մեղադրանքների պատճառով հրաժարական էր տվել։ Փորձագետներն ընդգծում են Մամդանիի ժամանակակից քարոզարշավը, սոցիալական մեդիայի, մասնավորապես TikTok-ի վարպետորեն օգտագործումը, որով նա կարողացել է ոգևորել երիտասարդ ընտրողների նոր սերնդին։ Չեմ կարծում, թե առաջիկա 1-2 տարում ամենուրեք մատչելի բնակարաններ կհայտնվեն։ Այնպես որ Նյու Յորքը մեկ գիշերում չի դառնալու այն դրախտավայրը, որ ցանկանում է Մամդանին, եւ նախագահ Թրամփը դա կօգտագործի ի նպաստ իրեն քարոզարշավի ընթացքում աջակցելով 2026 թվականին առաջադրվող թեկնածուներին։ Մասնագետները փաստում են, որ Նյու Յորքի նորընտիր քաղաքապետի եւ Միացյալ Նահանգների նախագահի միջև այս բախումը վառ կերպով ցույց է տալիս երկրում առկա խորը քաղաքական պառակտումը։ Այս լարվածությունը զուգահեռ է ընթանում համազգային ճգնաժամին, քանի որ կառավարության արդեն 40 օր շարունակվող շատդաունը միլիոնավոր ամերիկացիների առօրյա կյանքը թողնում է անորոշության մեջ։ Կառավարությանը կատվածահար վիճակից կարող է մասնակի դուրս բերել Սենատում առաջ մղվող դաշնային գործակալությունների ֆինանսավորումը վերսկսելու օրինագիծը, ինչին աջակցել են նաև որոշ դեմոկրատներ։ Միայն ավիակարգավարների բացակայության պատճառով կիրակի օրը չեղարկվել է ավելի քան 2800 եւ հետաձգվել ավելի քան 10200 թռիչք։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հերքել է Դոնալդ Թրամփին եւ հայտարարել, որ Թեհրանը Միացյալ Նահանգներին որևէ ուղերձ չի ուղարկել հակաիրանական պատժամիջոցները չեղարկելու խնդրանքով։ Նոյեմբերի 7-ին Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ Թեհրանը Վաշինգտոնին խնդրում է հանել Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները եւ որ իր վարչակազմը պատրաստ է լսել Իսլամական Հանրապետության իշխանություններին։ Մեջբերեմ, ոչ մի ուղերձ չի եղել Միացյալ Նահանգներին, բայց իրանցիները միշտ ձգտում են հանել պատժամիջոցները։ Միթե ինչ-որ մեկը կարող է ասել, որ մենք պատժամիջոցներ ենք ուզում, ասել է նա։ Միջազգային լրահոսին հետևում է իմ գործընկեր Դավիթ Կենջոյանը։ Ռուսական ուժերը շարունակել են կատաղի հարձակումները Դոնեցկի մարզի Պոկրովսկի ուղղությամբ եւ հայտարարել Զապորոժիեի մարզի Ռիբնոյե բնակավայրը գրավելու մասին։ Ի պատասխան Ուկրաինայի զինված ուժերը հայտնել են, որ իրենց զորքերը դիմակայում են ռուսական գրոհներին, հակառակորդին պատճառելով անձնակազմի եւ տեխնիկայի կորուստներ։ Այս ռազմական գործողություններին նախորդել էր հանգստյան օրերին Ուկրաինայի էներգետիկ եւ ռազմաարդյունաբերական օբյեկտների վրա իրականացված ռուսական լայնածավալ հարձակումը։ Այդ հարվածների հետևանքով վնասվել են կարևոր ենթակառուցվածքներ, մասնավորապես խոշոր ջերմակայան։ Չնայած գործող հրադադարին Գազայում իսրայելական հարձակումների հետևանքով սպանվել է 1 պաղեստինցի եւ վիրավորվել 5-ը, իսկ Կարմիր խաչի միջոցով Իսրայելին է փոխանցվել իսրայելցի զինծառայողի մարմինը։ Իսրայելական կողմը բախումները կապում է պաղեստինցիների կողմից հրադադարի համաձայնագրով սահմանված դեղին գիծը հատելու հետ, ինչի հետևանքով նաեւ շաբաթ օրն էր զոհ գրանցվել։ Ըստ Գազայի առողջապահական մարմինների 2023 թվականի հոկտեմբերից ի վեր իսրայելական հարձակումների հետևանքով ընդհանուր զոհերի թիվը հասել է 69176-ի։ Թայլանդ-Մալայզիա սահմանի մոտ ռոհինջա միգրանտների նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի։ Անհետ կորածների որոնումները շարունակվում են։ Իշխանությունները հայտնում են, որ խորտակված նավում եղել է մոտ 70 մարդ։ 230 ուղևոր տեղափոխող երկրորդ նավի ճակատագիրն անհայտ է։ Ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 13 փրկված։ Մյանմարում հետապնդվող ռոհինջա համայնքի անդամները փախչելով բռնություններից եւ փախստականների ճամբարների ծանր պայմաններից պարբերաբար դիմում են նման վտանգավոր ծովային ճանապարհորդությունների։ Ֆիլիպինների հյուսիսին հարվածած Ֆունգվոնգ սուպերթայֆունի հետևանքով առնվազն 2 մարդ է զոհվել։ Ավերածությունները լայնածավալ են, իշխանությունները տարհանել են ավելի քան 1 միլիոն մարդու։ Թայֆունն արդեն թուլացել է եւ շարժվում է Թայվանի ուղղությամբ, սակայն Ֆիլիպինների մեծ մասում դեռևս պահպանվում են ուժեղ քամիների եւ տեղումների մասին նախազգուշացումները։ Այս գերթայֆունն այս տարի երկրին հարվածած 21-րդ փոթորիկն է։ Նախորդ շաբաթ 224 մարդու կյանք խլած Կալմայեգա թայֆունից անմիջապես հետո։ Դավիթ Գենջոյան, Open Media։ Իսրայելի կառավարության խոսնակ Շոշ Բեդրոսյանը հայտարարել է, որ թուրք զինվորներ չեն տեղակայվի Գազայում բազմազգ ուժերի կազմում, որոնք պետք է փոխարինեն Իսրայելի պաշտպանության բանակին։ Թուրքի ոտք չի լինի մեր հողում, լրագրողներին հայտարարել է Բեդրոսյանը։ Պատերազմը դադարեցնելու Դոնալդ Թրամփի ծրագիրը նախատեսում է ժամանակավոր միջազգային խաղաղապահ ուժերի կազմավորում, որոնք աստիճանաբար իրենց վրա կվերցնեն Գազայի անվտանգության ապահովումը։ Շատ երկրներ են ցանկանում մանդատ ստանալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդից։ Միացյալ Նահանգների փոխնախագահ J.D. Vance-ը հայտարարել էր, որ Անկարան կառուցողական դեր կխաղա, սակայն Վաշինգտոնը ոչինչ չի պարտադրի Իսրայելին, երբ խոսքը վերաբերում է նրա տարածքում օտարերկրյա զորքերին։ Քիչ առաջ Փարիզի դատարանի վճռով բանտից ազատ արձակվեց Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, նրա բանտարկությունից ընդամենը 20 օր անց Սարկոզին դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման 2007 թվականի հաղթական նախընտրական քարոզարշավը իբր Լիբիայից ստացած միջոցներով ֆինանսավորելու նպատակով հանցավոր դավադրության մեղադրանքով։ Սարկոզիի փաստաբանները բողոքարկել էին դատավճիռը եւ ներկայացրել վաղաժամ ազատման միջնորդություն։ Այսօրվա լսումների ընթացքում Սարկոզին ներկայացրել է երաշխիքներ, որ կկատարի պայմանական ազատման պահանջները։ Տնային կալանքի է ենթարկվել Վաղարշապատ համայնքի Գեղակերտի դպրոցի քպեական տնօրեն Անուշ Շամբարձումյանը, նա ձերբակալվել էր քրեական վարույթի շրջանակում բարեգործության արգելքը խախտելու դեպքի առթիվ։ Հոկտեմբերի 21-ին Վաղարշապատ համայնքի գյուղերից մեկում ԿՊ-ի մի շարք թեկնածուների մասնակցությամբ տեղի է ունեցել բարեգործական միջոցառում, որի ժամանակ համայնքի բազմաթիվ բնակիչների տրվել են արժեքավոր նվերներ։ Նվերները փոխանցողների թվում է եղել նաև ԿՊ կուսակցության ավականու անդամի թեկնածու։ Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում կառուցվում է 2 թունել, հայտնում են ճանապարհային դեպարտամենտից։ Թունելների ընդհանուր երկարությունը մոտ 1 կիլոմետր է։ 2023-ին սկսված շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ, լիակատար շահագործման հանձնել 2026-27 թվականներին։ Ըստ ծրագրի ճանապարհը կհամապատասխանեցվի եվրոպական մայրուղիների նորմերին, կապահովի անվտանգ եւ արագ տրանսպորտային կապ Իրանից դեպի Հայաստանի հյուսիս։
24 տարի առաջ Արագաստ սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի աջյունը Կարտաշիրիմեն Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ քիչ առաջ որոշեց բավարարել հանրային մեղադրողի միջնորդությունը։ Պողոսյանի աջյունն արտաշիրիմելու անհրաժեշտությունն առաջացել է դեպքի ականատես Սթիվեն Նյուտոնի այս տարվա մայիսի 16-ի ցուցմունքից հետո։ Ըստ հանրային մեղադրողի նոր ի հայտ եկած հանգամանքները կարող են հանգեցնել եզրակացության, որ կատարվել է դիտավորյալ սպանություն։ Փրկարար ծառայությունն ամփոփել է նախորդ շաբաթը, որի համաձայն ազգային կենտրոնում գրանցվել է 485 դեպք, որից 230-ը արտակարգ, մասնավորապես հրդեհի 139, փլուզման, պայթյունի, քարաթափման մեկական, բնական հրդեհի 5, դժբախտ պատահարի կեղծ ահազանգի 2-ական, զինամթերքի հայտնաբերման 4 ինքնասպանության փորձի 7, հրդեհի ծագման սպառնալիքի 35 եւ այլ դեպքեր։ Նախորդող 7 օրերին ավտոտրանսպորտային պատահարներից տուժել է 113, զոհվել 12 մարդ, փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 3 մարդ։ Երևանի քաղաքապետարանն է տեսանյութ հրապարակել, ըստ որի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները ստուգայց են իրականացնում հանրային տրանսպորտում։ Հիշեցնեմ, վերջին տվյալներով մեկ շաբաթում 935 անձ է տուգանվել հանրային տրանսպորտում իրավախախտումներ կատարելու համար։ Դրանցից 673-ը առանց տոմսի երթևեկելու, 89-ը այլ անձի արտոնությունից օգտվելու եւ 173-ը վճարային միջոց ունենալու, սակայն չվավերացնելու համար։ Հայաստանի հավաքականը 4 ոսկե մեդալ է նվաճել Երևանում անցկացված բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում, սպորտի կառավարման կենտրոն մարզահամալիրում ավարտված երիտասարդական առաջնությունում նոյեմբերի 9-ին տեղի ունեցան եզրափակիչ մենամարտերը, որտեղ Հայաստանն ուներ 13 մասնակից, 9 տղա եւ 3 աղջիկ։ Կարեն Աղամալյանի գլխավորած հավաքականից տարբեր քաշային կարգերում ոսկե մեդալակիրներ դարձան Վաղարշակ Քեյանը, Անդրանիկ Մարտիրոսյանը, Արգիշտի Հակոբյանը եւ Սամվել Սիրամարգյանը։ Եվ վերջում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն առաջին մարզումն անցկացրեց Հունգարիայի եւ Պորտուգալիայի դեմ խաղերից առաջ։ Գեորգի Հարությունյանը, Ստյոպա Մկրտչյանը, Էդուարդ Սպերտյանը եւ Հրանտ Լեոն Ռանոսը ազգային հավաքականի ճամբարում կլինեն նոյեմբերի 10-ին, իսկ Նաիր Թիկնիզյանը նոյեմբերի 11-ին։ Նոյեմբերի 13-ին Հայաստանի թիմը կընդունի Հունգարիային 3 օր անց մրցակցի խաղադաշտում որակավորման փուլի վերջին խաղը կանցկացնի Պորտուգալիայի հետ։ Այսքան ենք պատրաստել այս ժամի համար, հիշեցնեմ, որ մեզ կարող եք գտնել սոցիալական բոլոր հարթակներում, մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության։ Ես Անին եմ Զաքարյան, ձեզ հրաժեշտ եմ տալիս, բարի ու խաղաղ երեկո բոլորիս, կհանդիպենք։